Հաճախ պացիենտները վախենում են, Դու առաջինը ստուգում ես հիվանդի շնչառական վիճակը, թե ոչ։ բայց իր օրգանիզմը մշտական թթվածնաքաղցի մեջ է լինում։ Մետրերով տամպոններ են մտցնում։ Մենք այս ոդքասթում խոսալու ենք բժշկությունից։ Բարև ձեզ, սա մեր առաջին ոդքասթն է։ Դիմացնոտային վիրաբույժներ ենք մենք, աշխատանքից դուրս նաև ամուսիններ։ Ես դիմացնոտային վիրաբույժ Շուշանիկ Թովմասյանն եմ։ Ես Կարեն Վարդանյանն եմ, ելի դիմացնոտային վիրաբույժ։ Այօրինակ Շուշանիկ, ինչ է դիմացնոտային վիրաբուժությունը։ Դիմացնոտային վիրաբուժությունը բժշկական մի ոլորտ է, ոլորտներից մեկն է, այսպես ասած, որը զբաղվում է դեմքի պարանոցի վիրաբուժությունով։ Օրինակ, Կարեն, դու կարող ես նշել, ինչ վիրահատական միջամտություններ են մտնում դիմացնոտային վիրաբուժության մեջ։ Դիմացնոտային վիրաբույժը զբաղվում է շատ բազմազան խնդիրների վիրահատական լուծմամբ։ Օրինակ, դեմքի և պարանոցի շրջանում բորբոքային խնդիրների վիրահատական վերացմամբ, դեմքի պարանոցի շրջանի ուռուցքների վիրահատական բուժմամբ, որը բավականին բարդ ոլորտ է եւ զբաղվում է ոչ միայն ուռուցքի հեռացումով, այլ նաեւ ռեկոնստրուկցիայով, վերականգնումով։ Բացի դրանից, շատ ֆունկցիոնալ խնդիրների վիրահատություններով, վիրահատական բուժմամբ, այսպես օրինակ, միջնապատի թեքվածության դեպքում, երբ շնչառությունը խանգարվում է, քունքստորցնդային հոդի խնդիրների դեպքում, Իսկ պլաստիկ վիրահատություններով զբաղվում է այո, դեմքի հետ կապված։ նաեւ զբաղվում է դեմքի էսթետիկ խնդիրների վերացմամբ, այսինքն նաեւ պլաստիկ ռեկոնստրուկտիվ խնդիրներով, որոնք բերում են էսթետիկայի բարելավմանը։ Օրինակ, եթե հիվանդը դիմում է քեզ, քթի պլաստիկ վիրահատության համար։ Մենք այս ոդքասթում խոսալու ենք բժշկությունից։ Բարև ձեզ, սա մեր առաջին ոդքասթն է։ Դիմացնոտային վիրաբույժներ ենք մենք, աշխատանքից դուրս նաև ամուսիններ։ Ես դիմացնոտային վիրաբույժ Շուշանիկ Թովմասյանն եմ։ Ես Կարեն Վարդանյանն եմ, ելի դիմացնոտային վիրաբույժ։ Այօրինակ Շուշանիկ, ինչ է դիմացնոտային վիրաբուժությունը։ Դիմացնոտային վիրաբուժությունը բժշկական մի ոլորտ է, ոլորտներից մեկն է, այսպես ասած, որը զբաղվում է դեմքի պարանոցի վիրաբուժությունով։ Օրինակ, Կարեն, դու կարող ես նշել, ինչ վիրահատական միջամտություններ են մտնում դիմացնոտային վիրաբուժության մեջ։ Դիմացնոտային վիրաբույժը զբաղվում է շատ բազմազան խնդիրների վիրահատական լուծմամբ։ Օրինակ, դեմքի և պարանոցի շրջանում բորբոքային խնդիրների վիրահատական վերացմամբ, դեմքի պարանոցի շրջանի ուռուցքների վիրահատական բուժմամբ, որը բավականին բարդ ոլորտ է եւ զբաղվում է ոչ միայն ուռուցքի հեռացումով, այլ նաեւ ռեկոնստրուկցիայով, վերականգնումով։ Բացի դրանից, շատ ֆունկցիոնալ խնդիրների վիրահատություններով, վիրահատական բուժմամբ, այսպես օրինակ, միջնապատի թեքվածության դեպքում, երբ շնչառությունը խանգարվում է, քունքստորցնդային հոդի խնդիրների դեպքում, Իսկ պլաստիկ վիրահատություններով զբաղվում է այո, դեմքի հետ կապված։ նաեւ զբաղվում է դեմքի էսթետիկ խնդիրների վերացմամբ, այսինքն նաեւ պլաստիկ ռեկոնստրուկտիվ խնդիրներով, որոնք բերում են էսթետիկայի բարելավմանը։ Օրինակ, եթե հիվանդը դիմում է քեզ, քթի պլաստիկ վիրահատության համար, դու առաջինը ստուգում ես հիվանդի շնչառական վիճակը, թե ոչ։ Թե միանգամից արդեն հիվանդին նախապատրաստում ես պլաստիկ վիրահատության։ Սա լավ հարց է, ավելի շատ ուղղված է պացիենտներին։ Այո, պացիենտները շատ հաճախ դիմում են, գալիս են ուզում են պլաստիկ անել եւ պացիենտին առաջարկում ես նաեւ միջնապատի վիրահատություն, որովհետեւ նայում ես տեսնում ես պացիենտի միջնապատը թեք է եւ ունի շնչառության խանգարում։ Հաճախ պացիենտները վախենում են։ Դրա պատճառը հին ժամանակներից կայացրած վախն է, որ միջնապատի վիրահատությունը նախ որ ցավոտ է համեմատած պլաստիկ վիրահատության հետ, եւ երկրորդ միջնապատի վիրահատության ժամանակ մետրերով տամպոններ են մտցնում քթի մեջ, որը հետո հանելը ել ավելի ցավոտ է։ Կարող ենք այդ կարծրատիպը, այդ միֆը կոտրենք, նշելով հիվանդներին, որ ներկայում դա հին ժամանակների մեթոդ է եղել տամպոնների կիրառումը, հիմա հիմնականում կիրառվում են սիլիկոնե սպունգեր, տամպոններ, չէ, որոնց հեռացումը շատ արագ է տեղի ունենում եւ համեմատաբար ցավոտ չի։ Մի փոքր դիսկոմֆորտ է առաջացնում հիվանդների մոտ։ Ասեմ, ժամանակակից հիմա շատ լուծումներ կան, օրինակ սիլիկոնե սպլինտներ կան, որոնք ընդհանրապես սպունգել չեն, իրանք ընդհանրապես իրենց ֆունկցիան կայանում են անում, որ միջնապատը սեղմած պահում են միջին գծով։ Բացի դրանից ունեն նաև խողովակի հատվածներ, որ սպլինտը դրած կարող է նաև պացիենտը հանգիստ շնչել, այսինքն վիրահատությունից հետո
հանգիստ կարող է շնչել, իհարկե ոչ այնպես ինչպես հետո է շնչելու, բայց էլի որոշակի չափով։ Այնպես որ այդ միֆը անցանք։ Բացի դրանից մի հատ ուրիշ խնդիր էլ կա։ Միջնապատի թեքության հետևանքով շնչառության քրոնիկ խանգարումը, երբ որ պացիենտը չի զգում, որտեվ սովորել է այդ դժվար շնչելուն, բայց իր օրգանիզմը մշտական թթվածնախաղցի մեջ է լինում։ Դա բերում է շատ վնասակար հետևանքների։ Արոնեք ինչ հետևանքների է բերում։ Կարող է հիվանդների մոտ օրինակ թթվածնախաղցը բերել մշտական հոգնածության, մտածելով, որ շատ է աշխատում, շատ է քայլում կամ շատ գերծանրաբեռնված ֆիզիկական աշխատանք է կատարում։ Պետք է նշենք, որ հիմնական լինում են դեպքեր, երբ գլխացավերի պատճառը նույնպես թեկմիջնապատն է, այսպիսով թթվածնախաղցը կարող է մշտապես առաջացնել գլխացավեր, ինչպես նաև գիշերը, երբ մարդը վատ է քնում, այն նույնպես բերում է գերհոգնածության, գլխապտույտների առաջացման։ Եվ վերջնական կարող ենք կոնկրետացնել, եթե մենք ուղղում ենք քթի միջնապատը, մարդը սկսում է լիարժեք շնչել, դրանով լավանում է մարդու կյանքի որակը։ Այսինքն կարելի է ասել, որ շատ ավելի կարևոր է միջնապատի վիրահատությունը, քան քթի պլաստիկան։ Եվ առանց միջնապատի վիրահատության քթի պլաստիկա անել խոր չի տրվում։ Դրա համար էլ այս վիրահատությունը ընդունված է անվանել ռինոսեպտոպլաստիկա, այսինքն։ Ես մի բան էլ կավելացնեի, ես միշտ իմ հիվանդներին շեշտում եմ այս միտքը, ասելով դուք ուզում եք 1 տարի ուրախանալ գեղեցիկ քթով եւ ամբողջ կյանքում չշնչել, թե հակառակը, ունենալ դեմքին համապատասխան քիթ եւ շնչեք լիարժեք եւ ունենաք ավելի լավ կյանքի որակ։ Всё, թեման